Այսօր մենք ներկայացնելու ենք պրեզենտացիա, որը ես կոչել եմ քաղաքատպարան։ Ճիշտ ասած, քոնտենտի հետ, բովանդակության հետ պրեզենտացիա այդքան կապված չէ, բայց վերջի այս զարգացումները, որ տեղի ունեցան նոր-նորքի քաղաքապետարանում, ինձ հուշեցին, որպեսզի այս անվանումը տամ։ Եվ այսպես։ Մեթոդաբանության մասին հետազոտության մեկ հեռախոսային հարցումներ ենք իրականացրել, հարցումների քանակը 1101, հետազոտության հոսանքի սխալը 3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը 29 ապրիլի մինչև 02 մայիս։ Եվ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն, ավելի մանրամասն մեթոդաբանության մասին ներկայում ներկայացված է, ես նյութերը ձեզ փոխանցելու եմ, կարող եք ծանոթանալ։ 2025 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և նա պատրաստ է ստորագրել։ Ըստ ձեզ, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պետք է ծանոթանան և իրենց համաձայնություն տան պայմանագրի դրույթներին և բովանդակությանը։ Միանշանակ այո, այս հարցին պատասխանել է 73%, ավելի շուտ այո պատասխանել է 13.1%, այսինքն 86%-ը մեր քաղաքացիները կարծում են, որ բովանդակության նախատեսվող ստորագրվող պայմանագրի պետք է ծանոթանալ։ 5.3%-ը նշել է, որ ավելի շուտ ոչ, և միանշանակ ոչ նշել է 6.5%-ը։ Դժվարացել է այս հարցին պատասխանել 2.1%-ը։ Հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի միջնորդական օգնությունը դուրսբերումը ինչպես է ազդել բանակցությունների վրա։ 10.7%-ը նշել է, որ լիովին դրական է ազդել այդ դուրսբերումը, 19.1%-ը նշել է, որ ավելի շուտ դրական է ազդել։ Ավելի շուտ բացասական նշել է 24.5%-ը և 36.1%-ը նշել է, որ ընդհանրապես բացասական ազդեցություն է ունեցել, այսինքն մոտ 60% նշել է, որ այս Ռուսաստանի դուրսբերումը որպես միջնորդ բացասական ազդեցություն է ունեցել բանակցությունների գործընթացի վրա։ Դժվարացել է այս հարցին պատասխանել 9.6%-ը։ Արագ չեմ, նորմալ է, հա։ Հայերենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, մայիսի 9-ը, համարում եք կարևոր և տոնական օր։ 75%-ը նշել է, որ այո, միանշանակ կարևոր և տոնական օր եմ համարում, 13.6%-ը նշել է ավելի շուտ համարում եմ տոնական օր, այսինքն 80%-ից ավել նշել են, որ տոնական օր են համարում մայիսի 9-ը։ 5.9%-ը նշել է, որ ավելի շուտ չեմ համարում տոնական կամ կարևոր օր, և 5.2%-ը նշել է, որ միանշանակ ոչ, օրը տոնական կամ կարևոր չեմ համարում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված հայերենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։ Ինչպես եք կարծում, որքանով է ճիշտ նրա մասնակցությունը տոնակատարություններին։ 36.7%-ը նշել է, որ միանշանակ ճիշտ է, ավելի շուտ ճիշտ է նշել է 25.4%-ը, ավելի շուտ սխալ է նշել է 9.5%-ը և 22.8%-ը նշել է, որ միանշանակ սխալ է, այսինքն մոտ 31%-ի չափը նշել են, որ մասնակցությունը սխալ է և շուրջ 60%-ից ավել նշել են, որ մասնակցությունը ճիշտ է այդ միջոցառումը։ Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը վերջնականապես ընդունեց Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Օրենքի ընդունումից հետո Հայաստանը մոտ ապագայում ունի Եվրոմիությանը անդամակցելու հեռանկարներ։ 16.3% նշել է, որ միանշանակ այո, 20.8%-ը նշել է, որ ավելի շուտ այո, այսինքն մոտ 37%-ը նշում է, որ այդ հնարավորությունը կա, 12.1%-ը նշել է, որ ավելի շուտ ոչ և 24.6%-ը նախապատրաստման տար է։ Ըստ ձեզ որն է Նիկոլ Փաշինյանի հեռացման առավել արդյունավետ ճանապարհը։ Մի քանի պատասխանի հնարավորություն այստեղ կա, 36.4%-ը նշել է արտահերթ ընտրությունների միջոցով, հրաժարական նրա կողմից 29.8%-ը նշել, փողոցային ճնշում 10.1%-ը նշել, impeachment 5%-ը նշել
Եվ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա, նշել է 16.9%-ը։ Այլ տարբերակներ 3.1%-ներ են եւ դժվարացել է այս հարցին պատասխանել 7.6%-ը։ Եվ քաղաքական եւ հասարակական գործիչներ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը նախատեսում են սկսել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։ Ինչպես է գնահատում այդ գործընթացը։ Լիովին դրական նշել է 21%-ը, 17%-ը նշել է ավելի շուտ դրական, եւ ավելի շուտ բացասական նշել է 14.2%-ը եւ 30%-ը նշել է ընդհանրապես բացասական։ Դժվարացել է այս հարցին պատասխանել բավական մեծ տոկոս 17.9%-ը։ Մոտ 40%-ը 30% նշել է, որ դրական է վերաբերվում այս գործընթացին։ Եվ վերջի հարցը, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 11.5%-ը նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այստեղ մի փոքր նվազում ունենք, կարծեմ 0.3%, եթե ճիշտ եմ հիշում։ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան 8%, դեռ բավական մեծ աճ է գրանցվել, մոտ 2 կամ 3% աճ է գրանցվել։ Պատիվ ունեմ դաշիկ Հայաստանի Հանրապետական կուսակցություն 3.7%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 3.2%, ԴՕԳ Վարդան Ղուկասյան 2.9%, եթե նկատել եք այս վերջի փուլերի երկու փուլի ժամանակ բավական մեծ նվազում է գրանցվել։ Հայ Հեղափոխական դաշնակցություն 2.2%, Հանրապետություն կուսակցություն 1.9%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն սա առաջ անգամ մեր մոտ դուրս եկել 1.5% եւ բավական բարձր ցուցանիշ է առաջի անգամ sense իրագործել։ Ապելու երկիր կուսակցություն 0.9%, Լուսավոր Հայաստան կուսակցություն 0.8%, Հայ ազգային կոնգրես կուսակցություն 0.7%, Ազգային ժողովրդական բևեռ 0.5% եւ Քրիստոնյա ժողովրդական կուսակցություն Լևոն Շիրինյան 0.3%։ Չեմ մասնակցի ընտրություններին նշել է 23.7%-ը, այլ տարբերակներ շատ 1 կամ 2 անգամ նշել են 3.1%-ը, ոչ մեկին նշել է 5.5%-ը, կփչացնեմ քվեարկի թերթիկը նշել է 4.5%-ը, հրաժարվում է պատասխանել 6.4% եւ դժվարացել է պատասխանել 18.5%։ Ну, այսքանն էր մեր տվյալները, շնորհակալություն ուշադրության համար, եթե հարցեր կան, ես կփորձեմ պատասխանել։ Սլայդի հետ կապված փաստորեն, եթե վերցնենք չեմ մասնակցի, այլ ոչ մեկին քչացնեմ հրաժարվում պատասխանել, այդ փունջը գերակշռում է համ նրանց։ Ну, այո, եթե նայում եք մոտ 35%։ Նայեք, իդեպ ասեմ, եթե միտումների մասին խոսենք, մենք տեսնում ենք, որ այդ ցուցանիշները, որ չեն մասնակցելու կամ դժվարանում են պատասխան, շատ չնչին, բայց միտում ունեն քչանալու, որովհետև ինչքան մոտիկանում են ընտրությունները, այնքան մեր քաղաքացիները փորձում են հասկանան եւ ասենք նաեւ քաղաքական կուսակցություններ են ակտիվանում այդ առումով եւ որոշակի փոփոխություններ առումով կա, բայց առավել մեծ փոփոխություն մենք այստեղ կտնենք ընտրություններից 2-3 ամիս առաջ, երբ որ արդեն կձևավորվեն նոր դաշինքներ, միգուցե նոր կուսակցություններ իհայտ կան, ովքեր մասնակցելու են իրենց ծրագրերը կներկայացնեն եւ մեր քաղաքացիները կամ կկողմնորոշվեն, կամ նորից կմնան առանց իրենց համար հարիր ընտրության։ Այս պահին ոչ հետաքրքրություն, հա, ընտրությունների եւ այլն հանդեպ Ոչ թե հետաքրքրություն չկա, այլ չեն տեսնում այն ուժը, այն կուսակցությունը գաղափարները իրենց համար հարազատել։ Ավելի շուտ ես այդ ձեռքը ձեռակերպել։ Հարցման նկարագրի կապված քաղաքապարը վերջին իրողություններից ազդված եք դրել եք ազդված ինչ նկատի ունեք։ Ինչն աստիճան որ այդ վերնագրով իրենց հարցում։ Դե միշտ գիտեք, մեր հարցումները ինչ որ անվանումներ տալիս եմ եւ վերջի օրերի աղմկահարույց այդ խնդիրը որ եղավ, ես դրեցի քաղաքապարն ազդվածը չեմ, բայց գնահատում եմ շատ վատ եւ վիճադեպ եմ գնահատում շատ վատ եւ արձագանքն եմ գնահատում շատ վատ իշխանությունների կողմից։ Այդ մասով հարցում չեմ, այդ մասով հարցում ճիշտ ասած հարցեր չեն տեղը։ Նախ երբ որ մենք այս
հետազոտությունը սկսել ենք այդ ժամանակահատվածում այդ միջադեպը եղել, իդեպ, հետո մենք չենք ուզենա ավելացնել այդ հարցը, բայց ընդհանրապես ոնց լինի վերաբերմունքը, ասենք, ես չեմ կարծում, որ մարդիկ կլինեն, ովքեր դրական գնահատեն այդ միջադեպը, հետո հարց տալ հարցը համար, ուղղակի բան չեմ կարծում։